տեսնեմ կհասցնեմ, կոֆես խմեմ, սիրելի հետևորդներս, մի քիչ ժամանակը կարճ է։ Բարի լույս բոլորիդ, և բարևում եմ բոլորիդ, ջերմ բարևներ, լավ օր, բարձր տրամադրություն, կոֆես պատրաստեմ, որ խմեմ, մի հատ էս հրաշք ծաղիկներին նայեք, ինչքան գեղեցիկ են, սրանց համար երեկ այնքան քայլեցի, աշխարհի ծերը հասա, վայրի գազանների մոտ, բայց որ մտնելիս դրել ենք, պիտի հավաքենք այս հրաշք ծաղիկների, հոտն էլ այնքան լավ հոտ ունի, սիրելիներս, անվերջանալի հոտ ունի, երեկվանից հոտ եմ քաշում ու չեմ կշտանում այս ծաղիկների բույրից, ասեմ, որ ես դաշտի ծաղիկները ավելի շատ եմ սիրում, քան այն, որ խանութում վաճառվում են արհեստական ծաղիկները, ինչու եմ ասում արհեստական, որովհետև ներկում են, գույներ են փչում, չգիտեմ ինչեր, իսկականը բնական, իսկական ծաղիկները դրանք դաշտի ծաղիկներն են, բնության պարգևները, փոքրիկ են, կարճ են, բայց հրաշք են, հրաշք, աշխատանքային շաբաթը բացվեց, երեկ շատ լավ կիրակի օր անցկացրեցի իմ հանգիստը գյուղում, մի քիչ ցեխ էր, բայց շատ տաք էր, հավեսին, դուրը շատ եկավ, ես ինձանից գոհ վերադարձա տուն, շատ լավ մարդկանց միջավայրում, լավ ընդունեցին, դրանից ավել էլի չունեմ մտածելու, արդեն հողի գործերը պետք է սկսեմ, մյուս կիրակի կլինի 17-ը, իսկական սացիլները ցանելու ժամանակը կլինի, բայց ես սերմեր չունեմ, ինձ ուղիղ եթերի ժամանակով էր գրել, որ ոնց կապնվեմ սերմեր եմ ուզում ուղարկել տալ, Facebook-ով Նազելինաս կարող եք գրել և ես կպատասխանեմ, տեսնեմ ինչ սերմեր եք տալիս, ինձ երբ սերմեր են նվիրում, ես աշխարհով մեկ եմ լինում ու հետաքրքիր սերմեր եմ ուզում, որ լավ բանջարեղեն ստացվի, յուրահատուկ բանջարեղեններ լինեն, այո, եթե ովքեր ցանկանում են, թող նվիրեն, ես մեծ հաճույքով կվերցնեմ, պետք է գնամ Արտաշատ, արդեն տեղեկացրել եմ, որ ինչքան սերմեր ունեք, պատրաստեք, հազրեք, որ գամ սերմահավաքի, մարաթոնի եմ գնում սերմի, որ վերցնեմ, բերեմ, արդեն սացիլները ցանելու ժամանակն է, հետ չընկնի, հարցնում եք Նազ ջան, երբ պետք է ցանեք, այս մյուս կիրակի արդեն իսկական ժամանակը կլինի, պետք է անպայման գնամ բերեմ, չնայած հողը որ տաքանա, դեռ հողը սառն է, ավելի արագ կաճի, պետք է հողը մի քիչ տաքանա, ցելոֆանով էլ փակում ենք, Ազադեք գյուղը ասեմ, որ Վայքի գյուղերից է, մեր Վայքից մոտ 7 կիլոմետր է հեռու, շատ լավ գյուղ է, բարձունքի վրա, սարերի վրա, մեր Վայքում շատ լավ գյուղեր կան, իմ հետևորդներից, ովքեր ցանկանում են, որ ես գնամ իրենց գյուղ, իրենց տուն, կարող են ինձ գրել մեկնաբանություններում կամ մեսենջերով գրել, ես մեծ հաճույքով կպատասխանեմ և կհյուրընկալեմ նրանց, կարելի է գնալ և գյուղերի ավանդական կերակուրները ներկայացնել, նրանց աշխատանքից ինչու չէ մի մաս, ինչով են զբաղվում, սիրելի հետևորդներս, եթե ցանկություն ունեք, Վայքի գյուղերից գիտեմ, որ շատ հետևորդներ ունեմ, կարող եք ինձ հրավիրել, ես մեծ հաճույքով կգամ ձեր տուն, ձեր գյուղը և մի լավ հետաքրքիր վլոգ կնկարենք, ասեմ, որ երեկ էլ գյուղից եկա, սիրելիներս, ինձ տնական ձու էին նվիրել, ինչպես միշտ,
Գյուղի բարիքներից կաթեր, ձույեր, գետնախնձորեր, այն ոնց որ գնացած լինեմ հերանցս տուն։ Վերը վեշով ճամփեցին տուն։ Ես էլ եկա ու գիշերվա քանիսին կաթնով եփեցի, կաթնով կերա։ Ես կաթնով շատ եմ սիրում։ Այս չնկարեցի, ցուցադրեցի։ Այնքան լավ մարդիկ են տուն որ գնում եմ։ Իրենց տանը ես վլոգ եմ նկարել Սուսաննայից տունն է, Ազադեկում են, փոքրիկ մի տուն ունեն, Սուսաննայից տունն էր, եթե հիշում եք, Սուսաննայի պատրաստած կերակուրները ներկայացրել էի, իրենց է հյուրընկալել գյուղում, փոքրիկ տուն ունեն, շատ հարմար, կոկիկ հավեսին, ինչ տուն էլ լինի, մեծ էլ լինի, հին էլ լինի, մեկա ես սիրում եմ գյուղ, կգնամ։ Դա Վայքի իմ հերանց տունն է։ Ինչու եմ ասում հերանց տուն, որովհետև այդպես արջով, արջը մեր լեզվով, ոնց բացատրեմ մեր լեզվով արջը, այն որ ռիսկով չէ, ռիսկով էլ չէ, այն որ հանգիստ կարաս գնաս, հանգիստ, այդպես արջով, Վայքի լեզվով ասած արջով կարաս գնաս, այդքան լավ մարդիկ են, շատ լավ, շատ լավ։ Կարծես ես երեք բնությունից հողից էներգիա վերցրեցի, այնքան հավեսեր, այնքան սիրուններ այդ ամպերի գեղեցկությունը, տեսախցիկով մի քիչ այն չի լինում, պետք է աչքովդ տեսնես այդ հրաշք վայրերը, սիրելիները շատ խոսեցի, լեմ իմ իրերը դնեմ, որ գնամ, չուշանանք աշխատանքից, աշխատանքն էլ է կարևոր, սիրելիներս, մեկ մտածում եմ աշխատանք թե բլոգերություն, ինձ նաև գրում եք, ուղիղ եթերի ժամանակ էլ եք գրել, երկուսը առայժմ հասցնում եմ համատեղել, տեսնենք հետո որը կընտրենք, երկուսն է կարևոր են, չգիտեմ սիրելիներս, լավ օր եմ մաղթում, աշխատանքային, ինչու չէ նաև տնային օր, լավ օր, ինչու անակնկալներով, տոնը շարունակվում եմ, ամիս մեր օրն է, կանանց օրը, ես ինչ եմ տեսնում սիրելիներս, նոր աշկը սնգա, ողամասում իհարկե, ինչ աշխատանք անում են, իմ աչքով ընկնում են, նկատում եմ, այն ուզում են երևի ջերմոց, սատիլանոց սարքեն, այն փայտե խողովակները, փայտերը այսպես կորել են, մեր լեզվով ասած կորել են, կլորացրել են, որ ցանեն ու ցելոֆանով փակեն, ուրեմն սատիլը ցանելու ճիշտ ժամանակն է, իհարկե սեփական տներում կարող են այդպես անել, կանաչի էլ շուտ ցանել, բա իմ հողը չլիներ իմ տան առաջ, մտնեի, ինչ ուզեի, աշխատեի, շատ լավ բան է, որ հողը անմիջապես կպածե տանը, նախ ջերմոցներ կդնեի, ես ունեցել եմ ջերմոց, ամենալավ զբաղմունքն է և եկամտաբեր է, հիմա մեզ մոտ կանանչի 250-ից 300 դրամ է, մի փունջ այսպես անում ես, օրը խոսքի 4 սահատ էլ կապես, նախ շատ է ծախվում, վաճառվում, օրը մի 4 սահատ էլ կապես ծախես, քո գումարն է, որտեղ գնաս, որ օրը պետք է առավոտից մինչև կեսօր 4-ը խանութում ոտի վրա աշխատես, որ քեզ 1500 դրամ օրը փող վարձատրեն, իսկ 4 սաատ կանաչի կապես ու վաճառես, քո տան մեջ, քո հաճույքով, քո գումարը կլինի, դրա համար եմ ես միշտ ասում եմ, որ մարդիկ լսեն, կատարեն, սիրեն հողի աշխատանքները, գյուղական գործը, կարող են հողի ամեն ինչից էլ փող ստեղծել, մարդու մտքին տեղ լինի, ես միշտ մտածել եմ ավելի լավ է դու մշակես անես, քան գնաս ուրիշի մոտ աշխատես, չեմ ասում չաշխատեք, ուղղակի դուք ձերը ստեղծեք, սիրելիներս, դուք ձերը ստեղծեք, դուք ձեզանով առաջ գնացեք, մի անտեսեք հողին, ասեք, հողից ինչ պետք է մենք ստանանք,
կամ հավ պահելով, անասուն պահելով չի լինի, ոչ, շատ էլ լավ լինում է։ Այնպես որ մտածեք, սիրեք հողը, հողի աշխատանքները, հատկապես գյուղացիներին։ Հիմիկվա ջահելությունը ձգտում է դուրս գա, գնա քաղաք, իսկ մեծահասակներն էլ արդեն մեծացել են, չեն կարողանում աշխատել, բայց պետք է աշխատել, ձեր տարածքը, ձեր երկիրը, ձեր գյուղը, ձեր հողը, քարը, թուփը մի լքեք բնակավայրերը։ Իհարկե ճիշտ է, աշխատանքը մի քիչ դժվար է, բայց դուք փորձեք ստեղծել ձերը, ձեր գաղափարներով, ձեր մտահղացումներով, ինչ որ բաներ ստեղծեք, ձեր տարածքները մի զիջեք, մի ամայացրեք, մի տվեք, մի թողեք։ Այսքանը այսօրվա համար, ուրախ եմ, որ մարդիկ աշխատում են, հողը սիրում են, չարչարվում, մշակում են եւ վերջում էլ անուշ վայելում են։ Լավ մնացեք, կհանդիպենք հետո, սա իմ առավոտյան նախաբանն էր ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, խոհանոցում եմ եւ ուտելիք եմ պատրաստում, կերակուր, ավելուկ եմ սարքում։ Հիմա այս ավելուկը պետք է տաք ջրով թրջեմ։ Ինչու եմ տաք ջրով թրջում, որովհետեւ շատ չոր է, այսպես եթե կտրեմ, ինքը փշրվելու է, շատը թափեմ։ Դրա համար տաք ջրով անպայման պետք է թրջել, համ էլ լավ լվանալ, որովհետև մաքրվի, փոշի է, բան է, դրսում ենք, չէ, վերջապես չորացնում։ Տաք ջուրը բացեմ։ Ամել հոսող ջրի տակ մի հատ լավ լվանա։ Տեսեք արդեն ինքը սկսեց բացվել, տաքությունից բացվեց։ Մի 2 րոպե թող մնա այսպես տաք ջրի մեջ ու կկտրեմ։ Մինչև ավելուկը կփափկի, ես էլ այս ընթացքում սոխը մաքրեմ, պահը բաց չթողնեմ։ Շատ արագ է եփվում, պատրաստվում։ Ավելուկի համար շատ առատ սոխ է պետք։ Սոխը տեղը պետք է լինի, յուղը տեղը պետք է լինի, որ շատ համով լինի, ավելի համով լինի, այսինքն ավելուկը համեղ է, բայց սրանք ավելի են համովացնում։ Սրանք իմ հողամասի են մանր-մունր սոխերն են։ Համարյա թե սոխը վերջանում է։ Այս տարի հաջողություն լինի, ավելի շատ կաճացնեմ, կցանեմ։ Շատ լավ սոխ էի աճեցրել իմիջայլոց, որովհետև ինքը լավ հասունացել էր, չորացել էր ու չծլեց, նոր է բերել եմ սա էլ տունը, տանն է մնացել, սկսել է ծլել։ Լավ փափկեց։ Մի հատ էլ սառը ջրով եմ լվանում, ինքը որ էփելիս հատիկ մնա։ Իմ ավելուկի գյալը 2 մետր է, 2 մետրանոց են։ Պարտադիր տաքից հետո սառը ջրով իրան լվացեք։ Կտրատելը արդեն այս կողմի վրա։ Տեսեք ինչ հավեսին հաց եմ բերել, էլի Եղեգնաձորից, սև հաց է, շատ համով հաց է, կշտացնող այստեղ մի քանի նարինջ, մանրին էլ 1 հատ լուցկի։ Սրանք իհարկե հետո կտրեմ մկրատով, ավելի հեշտ։ Ոչ շատ երկար եմ կտրում, ոչ էլ շատ կարճ, այս չափի։ Սա մեր սարերի
բարիքներից է դաշտերի, գիտեք, որ հատվածից եմ հավաքում, այ Գորիս Ղափան գնացող ովքեր գնացել են կիմանան, այդ որ արդեն պետք է մտնես Սյունիքի մարզ, Զանգեր կոչվող հատվածից եմ հավաքել, շատ համեղ ավելուկ է, ես ունեմ իմ ավելուկի արդեն տեղերը, դաշտերը, ամեն տարի գնում եմ նույն վայրից եմ բերում, փորձված թանը անփորձ մածունի հետ չեմ փոխի, չէ, ինչու եմ ասում այդպես, որովհետև ավելուկի կեղծն էլ կա, պատահում է, մարդիկ որ չեն իմանում, դառն է լինում, բերում են միայն էփելուց են զգում, որ դառն է, ամբողջ հավաքածը թափում են, կեղծն էլ կա, քաղելուց կարող եք, եթե կասկածում եք, սիրելի հետևորդներս, եթե կասկածում եք, ցողունի մասից համ տեսեք, անպայման իրա դառնությունը կզգացվի, դրա համար նույն տեղերից եմ բերում, ինի կողմի փոքր ջուր տաքացնեմ, լցնեմ վրան, ջեռացնեմ, թող եռա, լցնեմ վրան, տեսեք չորացնելուց էլ իրա կանաչ գույնը պահպանվում է, որովհետև պետք է չորացնես բացօթյա տեղում, որ օդ խաղա, բայց արև էլ չընկնի վրան, արևը մնձրում է, ես պատշկամբում եմ չորացնում, բայց շորերով փակում եմ արևի շողերը, որ չթափանցեն, չընկնեն վրան, Եռացրած ջուր լցնեմ, արագ որ էփի, սարից իջա ես քաղաք, ահա, Ղաուրմայով ավելի համեղ կլինի, բայց դե այս տարի չեմ արել, շատ մանր չեմ կտրատում, երկարուկ թերթիկների, հեսա ցույց կտամ ոնց եմ անում, որ ինձնով լինի կասեմ քիչ է, ուղղակի տանը սողջուն եմ նկողում է, ինչ կա դրանով եմ բավարարվում, սիրելի հետևորդներս պղպեղել եմ ես ավելուկին լցնում, տանը հենց կար, ասեցի պղպեղել կտրատեմ, շատ համով է լինում, փորձեք պղպեղով անպայման, ինչ գույն ուզում է լինի, ավելուկի ջուրն էլ շատ օգտակար է, առողջարար է, մանավանդ երբ աղ դեռ չես գցել, աղը լցնում ես, իր օգտակարությունը կորցնում է, առանց աղ է համով, օգտակար, աղով շատ համով է, ոյ, ինչ վիճակում է ավելուկը, եռում է, ես հիմա աղ կլցնեմ, հետո պակաս լինի կավելացնեմ, մի հատ խառնեմ, փակեմ թող էփի մի 5 րոպեից էփած է ինքը, հա, էփել է, տանեմ քամելու, ոյ, յուղն էլ է վերջանում, ինչքան յուղ ունեմ լցնում եմ, նկուղում կա իհարկե մեծ դույլով, պետք է գնամ բերեմ, դնեմ աչքի դեմ, որ հիշեմ գնամ յուղ էլ բերեմ, յուղս էլ վերջացավ,
աղ, պարտադիր աղ եմ լցնում սոխին էլ։ Որ իր մեջը քաշի, ավելի համով լինի։ Երբ մի քիչ տապակվում է, արդեն պղպեղն էլ եմ լցնում։ Մեկ ատամիկ սխտոր եմ վերցնում, չեմ ճզմում, դանակով այսպես խփեմ կմանրանա, մանր և կկտրեմ, մի քիչ հիմա, ահա, սոխ առածին, ահա, կեսը սոխ առածի մեջ եմ լցնում, այս կեսն էլ ավելուկը լցնելուց հետո կավելացնեմ։ Ոյ, սխտորի բույրը վերջն է, անպայման սխտոր լցրեք, սխտորը համեղացնում է շատ, այն ամեն ինչը բերում գցում է տեղը համերը։ Գթալ այսպես մի կողմ դնեմ և տեսեք էլ ինչ էլ եմ ավելացնում, սև պղպեղ, պարտադիր կարմիր պղպեղ։ Խառածը պատրաստ է և ավելուկը կլցնեմ, լավ չեմ քամել սեղմել, իրա ջրից պարտադիր պետք է տենց ջրալի լինի, եթե ջրալի էլ չի լինում, ես իրա ջրից պահում եմ, առանձին եմ քամում, ինչ որ մի ամանի վրա եմ դնում ջրից, եթե ջրալի չի լինում, պարտադիր ավելացնում եմ։ Լավ, խառնում եմ, ահա, սիրելի հետևորդներ, ովքեր սիրում են, կարող են համենալ ավելուկ ուտելու։ Ես մեծ հաճույքով նորից կպատրաստեմ իմ տարբերակով և կհյուրասիրեմ։ Լավ խառնվեց, ահա, տեսեք, հավեսին խառնվեց, բայց էլի կիսատ է։ Ինչ ասեցի, մի փոքր ավելուկի ջրից ավելացնում եմ, մի փոքր։ Ինչու ավելացրի, որ հյութեղ լինի, կամաց եմ անում, ես այս կես ատամիկ սխտորը պարտադիր կմանրացնեմ։ Դուք էլ մի փոքր լցրեք սոխ առածի մեջ, մի փոքրն էլ այսպես ավելացրեք։ Եվ ճզմաշ չեմ անում ես կտրատած տարբերակով։ Մի փոքր էլի կարմիր պղպեղ, տեսեք վերջում էլ եմ լցնում։ Սոխ առածի մեջ ուրիշ համ է տալի, այսպես ուրիշ։ Եվ ինչ եմ ավելացնում, եթե տանը ունեք թարմ լոլիկ, կարող եք կտրատել, եթե ոչ, տոմատ, ես հիմա տոմատ եմ, մեկ գթալ տոմատ, պարտադիր լցնում եմ, ոչ թե սոխ առածի մեջ, այլ վերջում, այսպես ուրիշ համ է, այնպես ուրիշ համ, ձևով պատրաստեք և կտեսնեք ինչքան լավ է, երբ արդեն ամեն ինչը, ամեն համը, ամեն համեմունքը լցրել եմ, բոլոր բաղադրիչները տեղում են, տեղը տեղին է, կամաց եմ անում, կամաց ու 1 րոպե փակում եմ, թող 1 րոպե իր այն ջուրը, որ լցրեցի, թող էփվի։ Տիրություն է ստացվում, համիշ չեք կշտանա։ Ես էլ ինչ վերցրել եմ դնեմ տեղերը, որ հեշտ վերջացնեմ։
Դրեցի եւ այս համեղությունն էլ պատրաստ է։ Մի հատ նայեք։ Ինչ հավեսին է եղել։ Ավելուկը իմ տարբերակով անպայման փորձեք, անպայման։ Անջատում եմ 2 րոպե մնա, մինչև ես հացը դնեմ, սեղանը կպատրաստեմ ու կվայելենք։ Ուտում եք թթվասերով, թթվով, մայոնեզով, տոմատով, կետչուպով, թթուների տեսականիով եւ կարող եք հետնել 1 բաժակ տնական գինի խմել կամ տնական օղի։ Նաեւ չեք մոռանում բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։ Հետևորդներս նենց հավեսին հոտ անգեք խոհանոցում, ասած մենակ կարելի է վայելել այդ բույրը։ Նաեւ մի այսպիսի բան էլ կա, չէ, որ դու ես պատրաստում, այդ հոտի մեջս գո ախորժակը փակվում է։ Պատկերացնում եք կողքից ինչ որ մեկը մտնի խոհանոց ու բույրը զգա։ Անմիջապես ախորժակը կբացվի։ Պատրաստեք այս տարբերակով, վստահ ասում եմ, փորձեք, բաժանորդագրվեք նաեւ, լայքեք եւ եթե պատրաստել եք իմ ձևով կամ կպատրաստեք, անպայման ինձ մեկնաբանություններում գրեք, ես էլ տեսնեմ, թե հավանել եք, թե ոչ, կամ ունեք ձեր տարբերակը, բաղադրատոմս ուղարկեք ինձ։ Իհարկե ես միշտ այս ձևով եմ պատրաստում, էլի եմ ասում, փորձած թանը անփորձ մածունի հետ չեմ փոխի։ Հացը դնեմ, հաց ուտենք։ Մարինադ, քանի որ ասացի, մայոնեզ, սառնարանից անում եմ կետչուպ, պանիրը, բոխի թթու, հին ապրանքները, բանջարները, թթուները վերացնենք, որովհետև շուտով նորերը կլինեն։ Բոխի դժվար հասանելի բանջարի տեսակ։ Ոչ բոլորն են իդեպ սիրում, մարդ կա, որ դառն չի սիրում, դառնության համար չի ուտում։ Տեսնում եք, չէ, որ չի լղկվում։ Լիեռացնեմ, այս սորտից է, Անահիտ սորտի լոլիկներն են, պինդ, պուճուր, իսկական մարինադի։ Վարունգներն է փորձենք անել գթալով։ Լսում եմ, որ մարդկա ասում է, այ վնաս է մարինադի ջուրը, ինչու է վնաս, որովհետև երևի էսենցիա է, էլի, պարունակում, բայց շատ համովա սիրում եմ։ Մեկը երևի դա մեղ մարինատը։ Իմ մարինատները միշտ խրխրթան են լինում։ Ընտիր, այսօր Վալբերիսում մի քանի սերմեր եմ տեսել, ճիշտն ասեմ, իմ խթայի սերմերը դրեցի, ագրավները, թե թռչունները տարան, հիմա խթայի սերմ պետք է պատվիրեմ, տեսել եմ, տերև հացը, տերև է, չէ, տերև հացն էլ կտրեմ ու գնանք, այս սև հացը չի փշրվում, կարծես հատուկ սենց սրանով կարելի է կարակ, քսել մեղրով, ջեմով, նուտելա, ու շատ համով է այս հացը, շատ համով, ավելուկն էլ լցնեմ ու նստենք արդեն հաց ուտենք։ Ահա, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։